Մեր հայրենակից Կարպից Դևարի կաշվե իրերի բուտիկը գտնվում է Փարիզի ամենակենտրոնում։ Սակայն Ֆրանսիայում նրան ոչ բոլորը գիտեն։ Նա նպատակ էլ չունի հայտնի լինել բոլորին, քանի որ նրա արտադրած բացառիկ որակի եւ բավական թանկ գնի ապրանքները յուրաքանչյուրը իրեն չի թույլ տա։ Կարպից Դևար ընկերության հիմնադիր եւ ղեկավար։ Զբաղվում է լյուքս դասի բացառիկ կաշվե հագուստի եւ աքսեսուարների արտադրությամբ։ Ծնվել է Թուրքիայում, բնակվում է Ֆրանսիայում։ Ունի բուտիկներ Փարիզում եւ Լիոնում։ Արժանացել է բարձր նորաձևության բնագավառի պատվավոր մի շարք պարգևների եւ մրցանակների։ Պատմեք ձեր ընտանիքի մասին, ինչից սկսվեց բիզնեսը։ Բարև, հայրենս շատ ավոր չէ, ֆրանսարի վիդեոսիմ քիչմա։ Je suis né à Istanbul en Turquie. Ծնվել եմ Ստամբուլում, Թուրքիայում։ 1979-ին ընտանիքով տեղափոխվեցինք Ֆրանսիա եւ բնակություն հաստատեցինք Լիոնում։ Հայրս կոշկակար էր, իսկ մայրս դերձակ։ Լիոնում ուսումս ավարտելուց հետո սկսեցի զբաղվել կերպարվեստով, քանի որ մանկուց ոգեշնչված էի դրանով։ Բացի այդ, միշտ տեսել եմ, թե ինչպես է հայրս կոշիկ կարում։ Ինձ հիացնում էր նրա ձեռքի աշխատանքը։ Ու քանի որ մայրս էլ դերձակ էր, հետաքրքրված էի նաև հագուստներով։ Հենց այս երկուսի միաձուլումն էլ բերեց նրան, որ ես նվիրվեցի եւ կաշվին եւ կտորին։ Թեպետ ինձ ավելի շատ կաշին է դուր գալիս եւ առաջին գործս եղավ կաշվե հագուստի նախագիծը։ 1985-ին հորս մահից հետո իմ ձեռնարկությունը բացեցի, որտեղ կաշվե իրեր էին կարվում։ Ինչու հենց կաշի, որպես ստեղծագործողի, ինչով է ձեզ գրավում կաշին։ Կաշին ի տարբերություն կտորի, որքան փայլեցնում ես ժամանակի ընթացքում, այնքան ավելի ու ավելի է թարմանում ու գեղեցկանում։ Այն երբեք չի հնանում։ Ահա թե ինչու ընտրեցի կաշին որպես հումք։ Եվ հետո դա մի տեսակ հարգանքի տուրք էր հորս, ով ամբողջ կյանքում կաշվի հետ էր աշխատել։ Եվ ինչից սկսեցիք, երբ արդեն որոշեցինք հաստատություն հիմնել ինքնուրույն բիզնեսով զբաղվել։ Իմ հավաքածուի առաջին հաճախորդը ես ինքս էի։ Իմ համար գծագրեցի առաջին մոդելները, իսկ մայրս դրանք կարեց։ Այնուհետև հենց ընտանիքիս անդամների համար ստեղծեցի հավաքածուիս նախատիպը եւ դրանով էլ ամեն ինչ սկսվեց։ Հետո մի փոքրիկ արհեստանոց բացեցի, որտեղ էլ կարվեցին իմ ստեղծած առաջին հագուստները։ Առաջին նմուշները, որ կարում էի, կաշվե բաճկոններ էին։ Մինի հավաքածուներ ստեղծեցի եւ ինքս էլ տարա դրանք ներկայացնելու ամենաշքեղ խանութներին։ Այնուհետև առաջին մոդելներս ներկայացրեցի Սենտրոպեում, Լազուրե ափում։ Ստացա իմ առաջին պատվերները։ Հաճախորդներին զարմացրել էին հագուստի որակը եւ կատարված մանրակրկիտ ու բարեխիղճ աշխատանքը։ Ես երջանիկ էի։ Շարունակելով փորձ ձեռք բերեցի եւ հմտացա։ Հետո մի քանի տարի անց 1992-ին Լիոնում իմ առաջին բուտիկը բացեցի, որտեղ վաճառվում էին իմ ստեղծագործությունները։ Կաշվե եզակի իրեր։ Հետզհետե ես հայտնի դարձա։ Առաջինը ինձ իմ մրցակիցները նկատեցին, բարձր նորաձևության տները։ Նրանք գնահատեցին մասնագիտական հմտություններս եւ դիմեցին ինձ իմ ծառայություններից օգտվելու առաջարկներով։ Այսպիսով սկսեցինք համագործակցել եւ ես մուտք գործեցի Փարիզի բարձր նորաձևության աշխարհը։ Քանի որ այդ համագործակցությունը ստիպում էր հաճախ գալ Փարիզ, այնտեղ խանութ բացելը դարձավ անհրաժեշտություն։ Les concurrents qui étaient les maisons de couture qui ont remarqué mon travail et qui ont fait appel à mes services. Փարիզում ավելի հեշտ էր։ L'aventure parisien a commencé en 2004. 2004 թվականին Ավենյու Մոնտենում բացեցի Փարիզյան իմ առաջին վաճառակետը։ Պատվերներ էինք ընդունում հայտնի մարդկանցից։ Նրանց համար ստեղծում էի եզակի կաշվե իրեր։ Հաճախորդներս պատկանում են վերնախավին։ Պատվերներն ընդունվում են ըստ նախնական պայմանավորվածության։ Նմուշներն իհարկե եզակի են, իսկ նոր բուտիկը Մարբիով 5 հասցեում բացվել է 2009 թվականին։ Ինչ գների է ձեր արտադրանքը։ Կարծում եմ ես կատարելության հասցրեցի կաշվի մշակումը։ Այսինքն այդ բնագավառում ընդլայնեցի ձեռքի աշխատանքի սահմանները, դրանք բարձրացնելով բարձր նորաձևության մակարդակի։ Հարկ է նշել, որ սա ահավոր բարդ աշխատանք է։ Կաշին շատ բարդ հումք է ձեռքի մշակման տեսանկյունից։ Կարելի է ասել, որ ես մի նոր խոսք ասեցի կաշվի մշակման տեխնիկայի ոլորտում։ Հենց այս է, որ տեսան եւ գնահատեցին նորաձևության աշխարհի հզորները։ Մինչ այդ օդկուտյուրում չկար կաշի, տարածված չէր։
La haute couture, c'est à la base en France était destiné aux robes des femmes. Բարձր նորաձևությունը Ֆրանսիայում ի սկզբանե կենտրոնացած է եղել բացառապես կանանց հագուստի վրա։ Կաշվի բնագավառում որպես այդպիսին բարձր նորաձևություն չկար։ Ես կարողացա իմ մասնագիտական հմտությունները կիրառել այս գործում։ Այսօր մենք պատրաստում ենք հավաքածուներ ամբողջ աշխարհում հայտնի մարդկանց համար։ Ստեղծում ենք եզակի նմանը չունեցող նմուշներ։ Մենք եզակիներից ենք համարվում այս տեսակի եւ որակի աշխատանք կատարելու հարցում։ Nous fabriquons ce genre de pièces. On est un des seuls à faire ça. Դուք գների մասին չուզեցաք խոսել։ Oui, j'aime pas parler d'argent, mais on va en parler. Չեմ սիրում խոսել փողից, սակայն ասեմ, որ հումքն արդեն իսկ բավական թանկ է։ Նման ստեղծագործությունները մեծ ջանք են պահանջում եւ իհարկե մանրակրկիտ աշխատանք։ Այդ պատճառով էլ առանց ավելորդ համեստության կասեմ, որ իմ պատրաստած հագուստները աշխարհում թերևս ամենաթանկն են։ Գները որոշ նմուշների համար անցնում են 3, 4, նույնիսկ 500,000 եվրոյի սահմանները։ Մենք հայտնի ենք մեր բարձր գներով։ 400 000, 500 000 € pour certaines pièces. On est connu pour ça. Կարպից դեվարի բաճկոնները, մուշտակները եւ անձրևանոցները կարվում են պատվերով կոնկրետ հաճախորդի համար եւ եզակի օրինակով։ Արտադրանքի գները սկսվում են 10,000 եվրոյից եւ հասնում 400,000-ի։ Կարպից դեվարի մշտական հաճախորդների թվում են թագավորական ընտանիքների անդամներ, շոու բիզնեսի աստղեր, հայտնի գործարարներ։ Նրանց հետ համագործակցության գլխավոր պայմանը անոնիմությունն է։ Հայտնի մարդկանցից ում հետ եք գործ ունեցել, ում եք սպասարկել։ Les clients, ils aiment pas qu'on cite leur nom. Mais հաճախորդները չեն սիրում ներկայանալ։ Նրանք շոու բիզնեսի հայտնի դեմքեր են, քաղաքական գործիչներ, աշխարհի հզոր ընտանիքների ներկայացուցիչներ։ Չեմ ուզում անուններ թվարկել, նախընտրում եմ լռել այդ մասին, սակայն դրանք իսկապես աշխարհում հայտնի եւ ազդեցիկ դեմքեր են։ Et je pense que les clients sont réceptifs à ça. Հիշատակեցիք նաև քաղաքական գործիչներին։ Միթե Ֆրանսիայում քաղաքական գործիչները այդքան հարուստ են, որ կարող են իրենց թույլ տալ օգտվել ձեր չափազանց թանկ արտադրանքից։ Certains ils sont bien au-dessus de la politique. Մեծ մասը վեր են օրվա գործնական քաղաքականությունից։ Այդ մարդկանց գրաված դիրքը հասարակության մեջ անցողիկ չէ։ Կարելի է ասել, նրանք իրենց պաշտոնների սեփականատերերն են։ Կռահում եք ինչ եմ ասում։ Նրանք պատկանում են թագավորական, իշխանական ընտանիքների։ Այդ նկատի ունեի։ Des familles royales, des familles princières, je parlais de ça. Որովհետև հայ քաղաքական գործիչները իրենց թույլ են տալիս նման բան։ Միգուցե ձեր տեղը չգիտեն պարզապես։ C'est pas un problème d'argent, c'est un problème de culture. Կարծում եմ, որ դա գումարի հարց չէ, այլ մշակույթի